վերջապես հասունացավ այն պահը, որ ես ուզում եմ նկարեմ իմ YouTube-ի հաջորդ վլոգը, սա լինելու է երկրորդը։ Առաջինը նկարել եմ մի 6-7 ամիս առաջ երևի օգոստոսին, ինչի էլ չէի նկարում, որովհետև նախորդ վլոգից հետո շատ դրական նամակներ ստացա, բայց նաև եկեք համ խոսեմ, համ ընթացքում խնամքս անեմ, համ էլ նաև ասում էին, որ ձայնը լավը չի, դժվարանալ, երբ որ դուրսն եմ աղմուկը շատ է, երբ որ տանն եմ նորմալ լսվում է, ու ես ձեռք բերեցի լավ որակյալ միկրոֆոն, որ այսուհետ ավելի հաճախ վլոգներ նկարեմ, իսկ դուք ինձ լավ լսեք։ Հենց նոր գիտեք ինչ հասկացա, որ ես այսօր ուզում էի դիմակ անել, բայց արդեն խոնավացնողը սկսեցի ու հաստատ էլ հետ չեմ գնա դիմակին։ Իրականում իմ խնամքը շատ պրիմիտիվ է, ես օգտագործում եմ կրեմ դեմքի, խոնավեցնող առավոտյան երեկոյան, հիմնականում վերցնում ունիվերսալ, ու էլ ոչ մի բան չեմ անում, այդ շատ սխալ է։ Մեկ անում եմ սկրաբ, որի համար օգտագործում եմ սոդա, ամենալավ սկրաբի էֆեկտը ինձ համար սոդան է տալիս։ Ու էլ ինչ եմ անում, մեկ մասկաներ եմ դնում և վերջ այդքանը։ Ուզում եմ մի հատ ձեզ իմ խոնավեցնող կրեմը ցույց տամ, որը արդեն վերջանում է, բայց ես իրան շատ եմ սիրել։ Իրան հարսս բերել էր իմ համար Կիպրոսից, իրան գնել էր Էշի Ֆերմանից, ոնց որ թե իր մեջ կա Էշի կաթ, եթե չեմ սխալվում, վիտամին C, E և կանաչ թեյ, շատ եմ հավանել, համ իր խոնավեցումը սենց փափուկ, համ անուշ հոտ ունի, իմ համար հոտն էլ էլի կարևոր, որ ինքը կամ պիտի բացակայի, կամ պիտի ինձ հաճելի լինի։ Այդպես, եկեք մի փոքր պատմեմ ձեզ այսօրվա մասին, ուրեմն այսօր շաբաթ օր է, ես աշխատանքի չեմ, այսօր մաքսիմալ սենց տնային վլոգ է լինելու, մարտի 7-ն է, վաղը մարտի 8-ն է, ուզում եմ երկու օր նկարեմ, այսօր ու վաղը, դրսում անձրևային անդուր եղանակ է, չգիտեմ ինչի ես հույսեր ունեի, որ գալու եմ ու որ արթնանալու եմ ու լինելու է դրսում արև, բայց այդպես չեղավ, բայց ոչինչ, չենք ընկճվում, այսօր պլանավորում եմ ինչ անեմ։ Լիքը բան պիտի անեմ, ինչը հասցնեմ անպայման կնկարեմ, ուզում եմ մեկ բաղադրատոմս նկարեմ, իսկ վաղը ուզում եմ սարքենք Oreo cheesecake ու իրան նկարեմ YouTube-ի համար։ Ինչի եմ ուզում այդ Oreo cheesecake-ը վաղը սարքեմ, որովհետև դե վաղը մարտի 8 է, երեկոյան կեսուրս կգա, մամաս կգա, սուրճ կխմենք ու կուտենք իմ պատրաստած cheesecake-ը ու առավոտյան ահա որ շատ ուզում եմ ամուսնուս հետ գնանք Նախաճաշի, եթե ստացվի շատ գոհ երջանիկ, շնորհակալ եւ ուրախ կլինեմ։ Ես քիչ-քչով բավարարվող մարդ եմ, ինձ որ տանի առավոտյան Նախաճաշի, դա կլինի ինձ համար լավագույն մարտիության նվեր։ Հիմա ահա որ սոված եմ, մազերս չորացնեմ ու գնանք ինձ Նախաճաշ սարքենք։ Գիտեք վատը որն է, որ մեր խոհանոցը բավականին մութ է, մեր մոտ լուսավոր են ավելի շատ սենյակները, իսկ զալն ու խոհանոցը մութ է, ու այնտեղ ինչ-որ բան նկարելու համար ես պիտի պարտադիր լույս դնեմ, ու այդ իրականում այնքան բարդ ու ձանձրալի պրոցես է։ Լավ, գնացինք։ Ուրեմն այսօրվա նախաճաշս լինելու է շատ հասարակ, ձուկը սարքեմ, ունեմ կատնաշոր մի քիչ ու սպանախ, մեկ էլ լոլիկ, ձու շատ եմ սիրում, հատկապես նախաճաշին ու հատկապես ավոկադոյի հետ, բայց այս պայն ավոկադո չունեմ։ Գիտեք միշտ ինչ եմ ուզեցի անել, որ սենց մի ձեռով ջարդում են ձուն ու այդ իմ մոտ ընդհանրապես ստացվել է մի անգամ։ Եկեք հիմա ռիսկի գնանք ու փորձենք։ Ոյ մեկ տեսնում եմ, ինձ պրոֆեսիոնալ են անում։ Ստացվեց։ Այո։ Իդեպ, եթե ուզում եք, որ գլազունյան լինի, այն որ սենց կողքերը չորացած վառված չի լինում, այլ սենց սիրուն սպիտակ եփվում է, պետք է անեք սառը թավայի վրա, ոչ թե տաք։ Այստեղ ամենակարևոր պահը գիտեք որն է, որ այս ձումն այնց տեղափոխենք, որ դեղնուցը չծակվի, որ հետո սենց հացը թաթախենք, հավեսով ուտենք, ստացվեց այո։ Բացնեմ կատնաշորը, իրականում կատնաշորը առել էի, որ վաֆլիներ սարքեմ, բայց կերանք չնաց։ Մեկ էլ սպանախի տերևները։ Սպանախել եմ իրականում շատ սիրում, բայց ամեն մեկի տանը չի որ կուտեմ, պիտի իմ իմացած մարդը սարքած լինի։ Այսպիսի նախաճաշ ինձ մոտ ստացվեց, խնդրում եմ մի հատ այս պահը նայեք, այս այն ամենահամով պահն է, որ սենց ես անում, ամբողջ խառնում ես իրար ու ուտում ես։ Ուրեմն արագ ասեմ, թե ինչի սպանախ ամեն մեկի տանը չեմ ուտում, որովհետև վստահ չեմ, որ լվանում են այնց, ոնց որ ես։ Միշտ սպանախը առհասարակ սենց կանաչիները շատ դժվար է լվանալ։ Ես թրջում եմ, թողում եմ աղաջրի մեջ, սոդայի մեջ մի քանի րոպե, մի 10-15 րոպե,
հետո մի հատ էլ լվանում եմ եւ այլն, հա մեկը ելակն է, որ ամենտեղ չեմ ուտում, որտեվ իմ համար սենց ջրով թեթև ցայելը էդի լվանալ չի ու հերիք չի։ Դե կարող եմ մի քիչ բզիկներով եմ, բայց դե հիմա էտա։ Երեխեք շատ համով նախաճաշեցի, մազերս հասցրեցի ուղեղացնեմ։ Իդեպ, սպասեք մի հատ ձեզ ցույց տամ իմ հարթուկը, որովհետև շատ են հարցեր լինում։ Հարթուկս Babyliss է, վերցրել եմ, գիտեք քանի տարի առաջ։ 20 տարեկան էի, 21, 9 տարի առաջ, չեմ կարող բացատրեմ, թե ինչ հավատարիմ ինքը ինձ միջև հիմա ծառայում է, այսինքն ուղիղ մազեր է ստացվում իրանից ու եթե մի քիչ ավելի շատ պաստառացա լինեի, հաստատաբար լավ արդյունք կլիներ։ Հիմա ուզում եմ մի հատ մազերիս ներքևի հատվածներին քսեմ յուղ, մի թեթև, յուղս արդեն վերջանում է, բայց այնքան լավն էր։ Մի քիչ էլի արի խնդրում եմ։ Ու կանենք դիմահարդարում, իրականում ես աշխատում եմ այս հանգստյան օրերին չքսվեմ, բայց քանի որ այսօր վլոգ եմ նկարում եւ ինչպես նաեւ բաղադրատոմս եմ նկարելու, դրա համար բան կանենք, կսիրունանանք, մեյքափ կանենք, կգնանք խանութ, չգիտեմ խեմ հոգնակիով խոսում, մեյքափ կանեմ, կգնամ խանութ կգամ, բաղադրատոմսս կնկարեմ, կարող է այսօր cheesecake-ն է այսօր նկարեմ ու այս մի վլոգով ավարտենք, իսկ վաղը մոնտաժեմ ու տեղադրեմ, լավ հեսա կմտածեմ։ Ասենք նոր, նայում եմ իմ նկարած, սրանից առաջվա նկարած հոլովակները, որ հետո սկսեմ մոնտաժել ու հասկանում եմ, որ գլուխ էի գովում, որ ես սպասում էի միկրոֆոն առնեմ, որ վլոգ նկարեմ եւ այլն ու պարզվում է, որ այս լույսը վառվում էր, բայց իրականում ինքը չէր միացել ու վլոգի կեսը համարյա ես ձայնագրել եմ առանց միկրոֆոն, так что եթե ընթացքում ինչ որ շատ աղմուկ լինի վլոգի սկզբի մասում, իմացեք, որ միամիտ ա եղել, կներեք։ Հիմա մի հատ արագ պիլասոս կանեմ, որովհետև սանրվելուց մազերս մի բան անելուց հետո ամբողջ հատակը մազ ա լինում, հետո կանցնենք մեյքափի։ Ուրեմն ես իմ մեյքափը հիմնականում սկսում եմ տոնայինից, բայց մեյքափիս մասին իրականում շատ եմ խոսել, դրա համար չեմ ուզում այսօր շատ բաներ ձեզ ասել։ Այստեղ Estee Lauder-ի Double Wear տարբերակն է, որը շատ եմ սիրում, ինքը ունի խիտ ծածկողականություն, մատ էֆեկտ, ամբողջ օրվա ընթացքում անենց հանում, որ իմ յուղոտ մաշկը չփայլի ու այդ ինձ համար շատ կարևոր է։ Մեյքափը դնենք մի կողմ, ուզում եի ձեզ հետ խոսեի YouTube-ի մոնետիզացիայի մասին։ Ինձ թվում է արդեն բոլորը գիտեն, որ Հայաստանում պաշտոնապես YouTube-ի մոնետիզացիան միացել է ու այդ փաստը չի կարող չուրախացնել ինձ ու մնացած այն բլոգերներին, ովքեր բացի նրանից, որ զբաղվում են Instagram-ով, զբաղվում են նաև YouTube-ով։ Բյուջետային տարբերակներից այս L'Oreal-ը ամենալավ կոնսիլերներից է։ Ուրեմն, այդ մոնետիզացիայի փաստը բնականաբար եւ ինձ եւ իմ կոլեգա բլոգերներին շատ է ուրախացրել, բայց երեխեք հիմա տեսնում եմ, որ բոլորը սկսել են նկարել YouTube-ում վլոգեր, ինչ որ շատ ուրախացնող է իրականում ու նաև հասկանում եմ թե ինչի, որովհետև մարդիկ աշխատանք են կատարում ու ուզում են գոնե ինչ-որ մի տեղից ավել գումար ունենան, բայց հիմա ցենց ներքին ունեն ցենց ինձ լավ եմ զգում, որ ես մինչև այս մոնետիզացիան մտել եմ YouTube, սկսել եմ նկարել, չգիտեմ այդ իրական լավ զգալու բան է թե չէ, ասածս հուսով եմ ոչ մեկ սխալ չի հասկանա, բայց ունեմ էլի այդ սենց ինձ լավ զգալու ինչ-որ մի տոկոս, որ ես մինչև այդ ամեն ինչն էի սկսել անել, որովհետև իրականում շատ եմ սիրում YouTube-ի այս ֆորմատը ու հիմա իմ առաջի վլոգն էլ ես շատ հաճախ դնում եմ ու նայում եմ, մի րոպե մոտ ինձ հայլի է պետք, ասեցինք լավ մեյքափ ենք անում, չասեցինք այդքան, շատ հաճախ դնում եմ իմ այդ առաջի վլոգը նայում եմ ու մտածում եմ, ասում եմ ինչ լավ է, որ մի պահ սկսեցի, չմտածեցի, որ վայ, բայց ինչի սա պետք, բայց ով է նայելու եւ այլն, որովհետեւ եթե դաժե ոչ մեկ այդ վլոգը չնայի, հետո դնում ես, դու ինքդ նայում ես ու մի տեսակ ուրիշ ձև ես նայում այդ պահին որպես հիշողություններ, ես օրինակ այդպես եմ անում, նայում եմ այդ իմ նկարած 2 օրը ու ասում եմ ինչ հավես էր, ինչ հետաքրքիր էր, ինչ սիրուն օր եմ ունեցել ու ինչ լավ է, որ այդ օրը սենց ինչ որ մի ձև պահպանվում է, որ ամեն պահի ես կարամ դնեմ ու նայեմ ու շատ ճիշտ են ասում, հիմնականում ռուս բլոգերներից եմ լսել, որ տիպը ինքը ոնց որ լինի վիդեո դնիվնիկ իրանց համար, հետո հետագայում վերանայելու եւ այլն։ Իրականում YouTube-ի հետ կապված շատ սենց հավես ծրագրեր ունեմ, ուզում եմ նկարեմ ինչ-որ հետաքրքիր, ինչ խոսեմ, հաղորդում չէ, շոու չէ, ինչ, չգիտեմ, ռուբրիկա, կարելի է տենց ասել, որտեղ կլինեն նաև հյուրեր, բայց դեռ լավ չեմ մտածել ինչ, որտեղ, այսինքն գիտեմ ինչ ֆորմատ եմ ուզում ու ինչ եմ ուզում անեմ, բայց պետք է գտնել համապատասխան տարածք ու դա լինելու է կապված խոհանոցի հետ,
որովհետև ընդ գիտեք, որ ես պատրաստում եմ, շատ եմ սիրում պատրաստել, ունեմ իմ food blog-ը, ուզում եմ հենց այդ ուղղությամբ էլ զարգանամ։ Չգիտեմ, սպասում եի, որ հենց այս միկրոֆոնը հասնի, որ ամեն ինչ ավելի սենց պրոֆեսիոնալ մակարդակի անեմ։ Նա թվում եմ նայեք իմ կոսմետիկան, էլի նորմալ մարդկանց կոսմետիկան ինչ ձև է լինում ու իմը։ Կոնկրետ Vedro-ա։ Ստեղից մի հատ պետք է գտնենք blush։ Ոնց եմ սիրում վարդագույն ռումյանա, չեք պատկերացնի։ Հա, ինչ էի ասում։ Պետք է մի հատ ամեն ինչ շատ լավ մտածեմ, պետք է խոհանոցի հարց լուծեմ։ Ինգերուս առաջարկում է իրանց տունը, բայց չգիտեմ, պետք է հյուրերի հարց լուծեմ, պետք է հասկանամ ինչ թեմաներ ենք քննարկելու ու կարելի է ինչ-որ տենց հետաքրքիր բան անել, որ շաբաթը մի հոլովակ դուրս գա, ինչ-որ այլ բլոգերի հետ, թեկուզ կլինի food, թեկուզ կլինի lifestyle, beauty, կապ չունի։ Այս ընթացքում ինչ ես վարում եմ իմ Instagram-ի բլոգը, բավականին շատ աղջիկների հետ եմ ծանոթացել, ովքեր ունեն բավականին մեծ աուդիտորիա ու կարծում եմ իրանք ինձ չեն մերժի ու կգան իմ այդ հաղորդմանը հյուրել, լավ հաղորդման ասեմ, բա ինչ ասեմ, չգիտեմ։ Քիչ չէ, էլի պետք է անել։ Նենց եմ պատրաստվում, երեխեք, հեսա դուրս եմ գալու խանութ, այս խոնավ եղանակից մազերս դառնա այսքան։ Մեյքափս բան չի լինի։ Մի հատ հետաքրքիր բան ասեմ, ուրեմն ես ու ընկերուհիս ամեն անգամ որ մեյքափ ենք անում, ինքը միշտ անում է տոնը, հետո միանգամից սկսում է կոնտուրը շուրթերի։ Ես շուրթերի կոնտուրը վերջում եմ քսում, ու իրան միշտ ասում եմ, խես տենց անում, ասում եմ, որովհետև ես միջև չեմ քսում, ինձ սիրուն չեմ զգում շուրթերս, ու իրականում իմ մոտ էլ է տենց, բայց ես սիրում եմ, երբ որ վերջի պահին եմ այդ քսում, ու սենց աղ դիմահարդարումից էֆեկտ է երևում, ես ինձ սկսում եմ միանգամից շատ սիրուն զգալ, բայց ինքը ասում է, ես ինձ ուզում եմ հենց սկզբից սիրուն զգամ, ու ինչ շատ հետաքրքիր էր, որ պրոդուկտն է, որ դուք քսելուց հետո սկսում եք միանգամից ձեզ սիրուն զգալ, օրինակ մարդկա, չգիտեմ, տոնային, կոնսիլեր, ինձ մոտ էլ է իրականում շուրթերի մատիտը, այդ շատ կարևոր է ու միանգամից sense դեմքս փոխվում է, հեսա որ քսեմ դուք էլ կհամոզվեք։ Երեխեք վերջ դիմահարդարումս պատրաստ է ու ձեզ մի հատ բան եմ ուզում ասել, ուրեմն ես սովորաբար օգտագործում եմ այս տուշը, իրան շատ եմ սիրում, ինքը ունի սիլիկոնե վրձի, շատ լավն է, ինձ շատ հարմար է, բայց լսել էի, որ այս մեկն էլ է շատ լավը, Lux Visage-ի պատվիրել էի սա, շատ լավն է, վրձինը լավն է, բան չունեմ ասելու, բայց ես հասկացել եմ, որ ես տուշերը սկսում եմ սիրել, երբ որ անցնում եմ մոտարապես 1.5-2 ամիս ու ինքը չորանում է, կամ պիտի իրան բաց թողեմ, որ ինքը չորանա, երբ որ մի քիչ խտանում է, օրինակ հիմա իրան եմ քսել ու արդեն 2 ամիս է իրան ունեմ ու ինքը նոր սկսել է ինձ տալ այն էֆեկտը, որը որ ես սիրում եմ, նոր բացված միանգամից թարմ տուշ, երեխեք, լավ չի քսում, ինձ դուր չի գալիս, ոնց է տենց խալաստոյ գնա ու ոչ մի էֆեկտ չտա, իսկ երբ որ ինքը մի քիչ sense չորանում, այդ ամեն դրածդ այդ շերտը sense շատ սիրուն թարթիչների վրա երևում է, չգիտեմ, մենակ իմ մոտ է, թե չէ, խնդրում եմ, եթե պարապ եք, դա էլ գրեք մեկնաբանություններում, ես մի հատ արագ հիմա հագնվեմ, գնանք խանութ, առևտուր անենք, որոշեցի, որ cheesecake-ն էլ այսօր միանգամից կսարքեմ, կդնեմ սառնարան, թող իր համար մնա, մինչև վաղը, հուսով եմ չենք ուտի, բայց դե լավ, թեկուզ ուտենք։ Երեխեք, ես պատրաստ եմ, դուրս եմ գալիս տանից, նենց եմ ասում, ոնց որ ինչ-որ հարսանի կամ շատ լուրջ առիթ եմ գնում, ընդամենը խանութ, ուրեմն հագել եմ կոժից կուրտկա ու ինձ թվում է կսառեմ և կսատկեմ, բայց դուտիկս, որ այս սպարտիվքի հետ շատ սիրուն է լինում, լվանալու է, դրա համար յոլային կգնում նրանով, ինչ-որ ունենք, հուսով եմ չեմ մրսի, արագ կքայլեմ, գնացինք, գնանք ու մտնենք խոհանոց։ Երեխեք, ասենք դրսում անձրև է գալի ու հեսա սաղմազերից փչանալու է, բայց այս շատ լավ առիթ է, որ միկրոֆոնս թեստ անեմ ու տեսնեմ, թե ոնց է ձայնը լինում դրսում, հուսով եմ, որ ինձ լավ եք լսում։ Ես սովորաբար գնում եմ Kaiser, բայց այսօր կգնամ MG, որտեղ ինձ պետքա սպիտակ քինոա ու սպիտակը մենակ MG-ում եմ տեսել։ Խանութից եկա տոն, ուրեմն մի հատ արագ ցույց տամ ձեզ իմ գնումները ու թե ինչա մեզ պետք լինելու cheesecake-ը սարքելու համար։ Իդեպ արդեն հասցրել եմ նկարեմ բաղադրատոմս, երեկոյան այդ կմոնտաժեմ ու կլինի իմ Instagram-ի էջում, ովքեր չեն հետևում, հետևեք ինձ Instagram-ում։ Ուրեմն վերցրել եմ թթվասեր, մի հատ սովորական պիչենյաներ, 1 տուփ կաթնաշոր ու մի վագոն օրեո, որտեղ դե պատրաստելու ենք օրեո cheesecake։ Առաջին անգամ եմ օրեո տարբերակը պատրաստելու, հուսամ, որ կստացվի։ Այսօր այնքան եմ վազվզել, ճիշտ ասած արդեն մի քիչ հոգնել եմ, բայց ավելավ է այսօր սա էլ անեմ, դնեմ սառնարան ու վաղը լրիվ սենց լիարժեք վայելեմ իմ մարտի 8-ը։ Ուրեմն առաջի հերթին պետք է այս օրեոյի թխվածքաբլիթները փոշիացնենք բլենդերով,
բայց չգիտեմ, միջուկով անենք, իր այդ սպիտակ, երևի հենց միջուկով է անենք, հուսով եմ կստացվի, չգիտեմ, երեխեք վերջում ինչա լինելու։ Սա պետք է հիմա բլենդերենք, եկեք բացենք, մի տուփը կթողենք, որ զարդարենք, փոքր, իսկ մնացած ամբողջը ինձ թվում է հերիք կանի, մնում է բլենդերը այս ամբողջը խփի, բլենդի։ Եթե չէ, մենք ունենք զապասնոյ վարիանտ, ոյ, կանենք մսաղացով։ Առաջ որ բլենդերից փչացել էր չունեի, սենց պիչեն կաները մսաղացով էի մանրացնում, փոշիացնում։ Ինչ անեմ, մի հատ այսքանը փորձեմ, հետո նոր։ Լավ չէ, եկեք այսքանը փորձենք, մի հատ տեսնենք անում է թե չէ, նոր շարունակենք։ Եկավ են կարևոր պահը։ Վերջ երեխեք վերջի պարտիան էլ բլենդվեց, ճիշտ է մեկու մեջ մի քիչ մեծ կտորներ են մնացել, բայց ոչինչ, ինձ թվում է այդ չի խանգարի, այս էլ դատարկեմ ու վսյոտիկի մի քանի հատ էլ այս սովորական սպիտակից կանեմ, որ ամեն դեպքում քիչ չլինի էլի պիչենկաների քանակը, բայց չեք պատկերացնի ոնց եմ ներվայնանում, որ ես մի բան եմ սարքում ու խոհանոցը այդ ընթացքում թափրտածա լինում, չնայած ես մաքսիմալ փորձում եմ հավաք պահեմ, ասենք նոր եմ բաղադրատոմս նկարել, բայց ես հենց հիմա մի հատ չլվացած ափսե չունեմ, որտեվ ես ընթացքում մի րոպե հենց ազատ եմ լինում, լվանում եմ, բայց կես ժամ առաջ սուրճ եմ սարքել, չեմ հասցնում խմեմ։ Հեսա մի հատ սուրճս էլ խմեմ ամեն դեպքում, մենք էլ ենք էլի մարդ։ Հեսա կտեսնեմ, եթե շատ մեծ կտորներ կլինեն, այդ երկրորդ անգամ էլ սպիտակի հետ կբլենդեմ։ Հեսա այս գործողությունն էլ անեմ, վերադառնամ ու պատրաստենք միջուկը։ Գիտեմ, որ ձեզ սեղանը չի երևում, հեսա մի րոպե ձեզ ցույց կտամ, նայեք, այսենց պիտի փոշիան նման զանգված ստանանք։ Վերջ մեր թխվածքաբլիթները պատրաստ են, հիմա պետք է այս զանգվածի վրա ավելացնենք 100 գրամ հալեցրած կարակ, բայց չգիտեմ ոնց անեմ, որ դուք համ աշխատելու սեղանը տեսնեք, համ էլ ինձ, հեսա մի բան կմտածեմ, ու այստեղից սկսած արդեն մենք կարող ենք ձեռով աշխատել, հագնել ձեռնոց և տրորել այս զանգվածը, այս սենց լավ տրորելուց հետո ինքը ստացվում է կպչուն զանգված, ինչ ենք անում հետո, ունենում ենք այսպիսի աման, որը իմ մոտ արդեն ջախջախված վիճակում է, պետք է նորը գնեմ, կարևորը, որ այս կողքի բորտիկները դուրս եկող լինեն, որ մենք հետո հեշտ չիզքեյքը հանենք մեջից, ու հիմա պետք է այս պիչենյաները այս ամանի մեջ սենց լավ, պետք է լավ սենց տպտպացնելով նստացնենք ու կողքը բորտիկների տեղանենք, այս զանգվածը տեղափոխում ենք այս ամանի մեջ, ես որոշեցի նստեմ, որ մի քիչ գոնե ձեզ երևա, ու հիմա պետք է սենց լավ տպտպացնելով անենք բորտիկներ ու մեր չիզքեյքի ասնովան։ Ինչ ես սարքում, բաճում։ Օրեո չիզքեյք։ Կարող բաճում ետքան։ Կարող ես։ Անգերս։ Всё, մեր այս ասնովան պատրաստ է, իրականում բորտիկներս այդքան է բարձր չեղավ, բայց այդքան չի հերիքում թխվածքաբլիթը, բայց քանի որ գիտնեմ, որ չիզքեյքի միջուկը ինքը պինդ է լինելու, դրա համար օքեյ է, ոչ մի բան մեջից չի թափվի, այսպես, հիմա կպատրաստենք միջուկը, միջուկի համար էլ այս բլենդերի ամանը չեմ լվանում, ոչինչ որ մի քիչ մեջը թխվածքաբլիթներ լինեն, կոտրում ենք 2 ձու, Հավելացնում ենք 1 միջին չափսի թթվասեր, կարող եք այս ամեն ինչը իդեպ ձեռքի բլենդերով էլ հարել, անցած անգամները ես այդպես էի անում, ուղղակի իմ ձեռքի բլենդերը փչացավ, դրա համար այս մեկով եմ անում, ասենք, բլին, ավելացնում ենք, ուրեմն կես բաժակ պետք է լինի շաքարավազ, կես բաժակ ալյուր, բայց սրանք դե փոքր բաժակներ են, համարյա լիքն է, և ավելացնում եմ 1 տուփ կատնաշորշ, բայց այսքան արդյոք կխփի,
Եթե հանկարծ այս չխփեց, բան կարվելացնենք, մի քիչ կատ կավելացնենք։ Այ մի րոպե։ Չէ, խփում է նորմալ։ Երեխեք չգիտեի ոնց դնեի, որ ձեզ երևար, արդեն լցրել եմ մեջը, մեր զանգվածը, շատ լավ բլենդերը հարեց։ Հիմա տեղափոխում եմ 160 աստիճան տաքացրած ջեռոց, միացնում եմ միայն ջեռոցի ներքևը, 40 րոպե թողում եմ այդպես, վերջի 20 րոպեն միացնում եմ նաև վերևը, 1 ժամ ընդհանուր թողում եմ, հետո հանում եմ, տեղափոխում եմ սառներան ու զարդարում եմ։ Չեմ կընտրում միանգամից, ինքը պետքա լավ սառի։ Հիմա սա դնեմ ջեռոց ու կամ մի քիչ խոսանք։ Ինչ է ուզում ձեզ ասել, ուրեմն շատ հաճախ նամակներ եմ ստանում, որ վայ Զարաջան, ինչ սիրուն է ձեր խոհանոցը, ինչ սիրուն եք նկարում, ինչ էսթետիկ եք, ամեն ինչ մատուցում եւ այլն, նկարելու մատուցելու հետ համաձայն եմ, բայց իրականում նես չի, որ ամեն ինչ իդեալական է։ Ես խոհանոցում էլ կան լիքը բաներ, որոնք իմ սրտով չեն, որոնք ես մեծ սիրով կփոխեի ու երբ որ պահը գա, հաստատ փոխելու եմ։ Օրինակ մի քանի ժամանակ առաջ մեր գլխին ջուր են թողել ու ամբողջ պատալոկը քանդված վիճակում է, լիքը բաներ կան, որ կոտրվել են, դռները արդեն մի քանի անգամ նույնիսկ սարքել ենք, բլոկված տեղեր կան, մի խոսքով գույնը գցած եւ այլն։ Ուզում եի ասեի, որ ես ուղղակի ցույց եմ տալի այն պահերը, որոնք որ ես համարում եմ, որ սիրունա, որոնք ես ինքս եմ հավանում ու իմ աչքին հաճելի է նայելը, ու այդ նրա մասին չի, որ չգիտեմ, թաքցնում են, ցույց չեն տալի, չնայած էդ էլ կա, որ ամեն դեպքում բլոգերները, դուք տեսնում եք, ինչ որ բլոգերները ուզում են, որ դուք տեսնեք, հիմա այս դեպքում սա է, ես չեմ ուզում, որ դուք տեսնեք իմ փչացած պատալոկը եւ այլն։ Բայց էդ էլ կա, բայց իրականում չէ, ես հանգիստ դրա մասին խոսում եմ, նես չի, որ թաքցնում եմ եւ այլն, ուղղակի ուզում եմ ասեմ, որ նույնիսկ եթե ձեր խոհանոցը, տարածքը իդեալական էսթետիկ, այն ամենագեղեցիկ ձևով չի, կան լիքը տարբերակներ, որ դուք կարաք տարածքը սիրունացնեք ու ցույց տաք, նույնիսկ մեր նախորդ սեղանը, իմ այս սեղանը սպիտակ sense գլատկի սեղանը, նախորդը տենց չէր, տատիի հին սեղանն էր, որը լավը չէր, ինձ դուր չէր գալիս, ու ես գիտեք ինչ էի արել, այլ բյուրիսից պատվիրել էի sense կլյոնկայա տիպի մի բան, որը բան ուներ իր հետևը, կլեուններ արդեն, իրան sense կպցրել էի ու ինքը դառել էր մրամռնի ինչ որ մի բան, երբ որ դու մոտիկից նայում էիր, բնականաբար տեսնում էիր, որ այդ չոր նակլեյկայը վրան կպցրած, բայց երբ որ հեռվից էիր նայում, չէր երևում ու խոհանոցի տեսքը սիրունացել է, լիքը ֆոներ կան, որ կարող եք պատվիրել դնել ու սկսել նկարել, ասենց հատուկ տախտակներ կան մեծ չափսի, ֆոտոֆոններ այլի կոչվում։ Խոհանոցի համար մի խոսքով, եթե մտքների տեղ լինի, հաստատ ոչ մի բան ձեզ չի կարող խանգարի, որ դուք ստանաք սիրուն կադր։ Այտենց գնամ վերջապես սուրճս խմեմ, վերջապես։ Այնտեղ ճիշտ արդեն սառել է, բայց ոչինչ։ Մինչև 1 ժամ կթխվի չիզքեյքը, ես կլվանամ մամանները, կմաքրեմ խոհանոցը, այստեղ արդեն սաղ պոլը պիչենյա մի հատ պիլասոս կանեմ, չիզքեյքը կհանեմ, միասին կզարդարենք, կուղարկեմ սառնարան ու այդքանով այսօրվա մեր վլոգը կավարտենք։ Վերջ 1 ժամը անցավ, մի քիչ շատ կարմրացրեցի, որովհետև վառվում եմ, ընկա առաքիչներով, բան էի տալիս, բան էի ստանում, մի քիչ երկար թողեցի մեջը, նայեք։ Չգիտեմ ճիշտն ասած դեռ ոնց է ստացվել, ասենց հիմա վիզուալ որ նայում եմ, սպիտակ զանգվածը շատ բիսկվիթային է թվում, բայց ինձ թվում է, որ սառի ու ասենց կտրատեմ, լավ էլ մեջը տվարոժնի է լինելու։ Եկեք հիմա զարդարենք, բայց չգիտեմ ոնց։ Այսա մի բան կմտածենք, ստեղ օրեոյի պիչինկաներ եմ պահել։ Կեղծ եմ ասում, էլ ուժ չունեմ նորից բլենդերը հանեմ, նորից այս օրեոն փոշիացնեմ, դրա համար ասենց ցուցակը գցեմ այս զիպ տոպրակների մեջ, երկաթից բանով սենց կտպտպացնեմ, թող մի քիչ մանրանա ու արդեն կլցնեմ սրա վրա։ Օգնել եմ, այսօր շատ վազվզեցի ու բացի ես նկարահանումներից էլ մի քիչ պառը գործեր կար, անընդհատ սենց ուղեղս լարված էր։ Всё, այսա մի հատ սրան ծեծեմ գամ։ Վերջ ես էլ իմ չիզքեյքի վերջնական տեսքը, նենց վատ չի, մնում է մի հատ սառի ու դնեմ սառնարան, վաղը կտրենք, տենանք ոնց է եղել, կարևորը որ մեջը սենց ավելի սլիվիչնի լինի, ոնց ասեմ, չգիտեմ, հասկանում եք մի խոսքով, ոնց որ պետքա չիզքեյքը լինի։ Համով է եղել, համով չի եղել, արդեն կիմանանք իմ ինստագրամից, ով որ չի հետևում, անպայման հետևեք, որովհետև այսօր արդեն ուզում եմ ավարտեմ այս վլոգը, շատ երկար էլ չեմ ուզում լինի, դրա համար 1 օրով կսահմանափակվենք, գնամ արդեն սկսեմ մոնտաժել, որ տեղադրեմ, դուք էլ տեսնեք, հուսով եմ կհավանեք, կլայքեք, կսրտիկեք եւ կբաժանորդագրվեք, ապրեք, որ նայեցիք։